Պարոն Քերոփյան, Հայաստանը ԱՄՆ-ից գնում է վբեթ հետախուզական ԱԹՍ-ները։ Նախ առաջին հերթին ինչպիսի տեսակի ԱԹՍ-ներ են սրանք եւ ինչ պայմաններում է Հայաստանը այն ձեռք բերում, այսինքն նման փորձ երբևէ ունենք մեր նման փոքր երկրի համար սա ինչ կտա։ Ուրեմն սրանք հետախուզական ԱԹՍ-ներ են, զենք չենք գրում։ Միակ առավելությունը, որը սրանք ունեն մեր տեղական ընկերությունների արտադրանքի նկատմամբ, դա բացարձակ ավտոնոմ ուղղահայաց վերթռիչքի վայրիչքի հնարավորությունն է։ Նրանց կարծում շուտով դա մեր ընկերությունները կյուրացնեն։ Մնացած բոլոր տեխնոլոգիաները եւ առանց GPS-ի թռնելը եւ հեռավոր կապով հետախուզական տեղեկատվություն հաղորդելը եւ 10 ժամ եւ ավելի թռիչքը, սրանք այնպիսի բաներ են, որ մեր տեղական ընկերությունները յուրացրել են եւ վաղուց արտադրում են։ Միջարից այդ մեր տեղական ընկերությունների արտադրանքը եւ խաղաղ պայմաններում, այսպես կվազի խաղաղ պայմաններում եւ մարտական պայմաններում արդեն օգտագործվել է եւ ոչ միայն հետախուզական, այլ նաեւ մարտական ԱԹՍ-ները։ Միակ տարբերությունը, ինչպես ասացի, սա ուղղահայաց վերթռիչքի վայրիչքն է։ Ամեն դեպքում առաջի անգամ չի, որ Հայաստանը ԱԹՍ-ները, հետախուզական ԱԹՍ-ները ձեռք բերում արտասահմանից, գիտենք, որ տևական ժամանակ օգտագործում են ռուսական առլանները, դրանից մի քանի տարի առաջ սուպերկամները եւ այլն ձեռք էին բերվել, եւ արդեն 2016-ից սկսած արդեն մասսայական արտադրում էր տեղում, մասսայական չասեմ հազարներով, տասնյակներով արտադրում են հետախուզականները, բայց հիմա հարյուրավորներով են արտադրվում։ Մյուս առանձնահատկությունը այն է, որ գործարքի գինը նշվում եւ եթե դատենք նախորդ տարի Ռումինիայի ռազմածովային ուժերին հատակարարված երկու համակարգի ընդհանուր գնի մասին, 30 միլիոն դոլար էր դա գնահատվում, յուրաքանչյուր համակարգի մեջ մտնում է մոտավորապես 3 կամ 4 ԱԹՍ, ապա կարելի դատել, որ կարելի եզրակացություն անել, որ առավելագույնը 3-4 ԱԹՍ-ի մասին է խոսք գնում այս պայմանագրի շրջանակներում։ Պարոն Քերոփյան, իսկ տեսեք, սրանք ինչպես հասկանում ենք հետախուզական ԱԹՍ-ներ են, Հայաստանի համար հետախուզական ԱԹՍ-ները ինչպես կարող են ծառայել, որովհետև ամեն դեպքում շատ փորձագետներ այստեղ տեսնում են նաև քաղաքական կոմպոնենտը։ Իսկ հետախուզական ԱԹՍ ձեռք բերելու իմաստը ես չեմ տեսնում, սա ռազմական կամ տեխնիկական այդքան նշանակություն չունի, ինչքան քաղաքական, դուք շատ ճիշտ եք, եւ սա մի կողմից կարելի է դրական գնահատել, որ Միացյալ Նահանգները լինելով առաջատար տեխնոլոգիական երկիր, ռազմական ամենամեծ ուժի եւ հնարավորությունների տերը Հայաստանի նման փոքր երկրին ինչ որ բան է տալիս, բայց նախ սա առաջի անգամը չէ, մենք գիտենք, որ 2000-ականներից Հարիս ընկերության հիմա L3 Հարիս ընկերության ռադիոկապի միջոցներն են տրամադրվել եւ օգտագործվում մինչ այսօր, բայց մյուս կողմից էլ սա կարող է հնարավորություն տա Տրամպի վարչակազմին ընդհանրապես փակել 907 բանաձևը, որը կոնգրեսի կողմից տրված սահմանափակումներ էր Ադրբեջանին ռազմական տեխնիկա եւ սպառազինություն մատակարարելու։ Այսինքն սա կարող է մեր վրա շատ բացասական ազդեցություն ունենալ։ Գիտենք, որ երեք Ջեյ Դի Վենսը, ԱՄՆ փոխնախագահը, Բաքվում հայտարարեց, որ արդեն Ադրբեջանի ռազմածովային ուժերին մոտորանավակներ մատակարարելու, ճիշտ է, ոմանք շտապեցին պնդել, որ ուր ատոմակայանը եւ ԱԹՍ-ները ուր ինչ որ մոտորանավակներ, բայց կարծում եմ, որ Ալիևի վարչակազմը ունենալով շատ լայն հնարավորություններ ազդելու քաղաքական գործիչների տրամադրությունների վրա, գիտենք, որ ընդհանրապես ոչ մի բան չեն զլանում, Գերմանիայում, Եվրոպայի մնացած այլ երկրներում բռնվել են կաշառքներ բաժանելու վրա, էլի, եւ Միացյալ Նահանգներում էլ, Նյու Յորքի նահանգապետ, էլի ինչ որ բաներ թուրքական եւ այլ ընկերությունների միջոցով կաշառքները տվել են եւ շարունակում են տալ, կարծում եմ, իրենք դժվար կանգնեն միայն այս մոտորանավակների վրա եւ հնարավոր է, որ էլի ինչ որ տեխնոլոգիաներ եւ ինչ որ սպառազինություն ռազմական տեխնիկա էլի մատակարարվի իրենց։ Տեսեք, պարոն Քերոփյան,
Իրանից արդեն որոշակի արձագանք կա Վենսի այցելությանը դեպի Ադրբեջան, մասնավորապես Իրանի հեղափոխությունների պահապանի կորպուսի ամենամոտ կանգնած տելեգրամ ալիքը, իհարկե պաշտոնական չէ, բայց այդտեղից հնչած բոլոր հայտարարությունները վերագրվում է որպես պաշտոնական։ Այսպիսի մի հայտարարություն է արել, ուղղակի հետաքրքիր է նաև ձեր կարծիքը, որ Վենսի այցելությունը դեպի Ադրբեջան բացում է նոր պատերազմ տարածաշրջանում, հա, հրահրում է պատերազմ, որովհետև այնտեղ Վենսը նաև հայտարարեց այդ մոտորանավակների, այնտեղ ջրային տարածքում իրենց սպառազինության թարմացումների մասին եւ այսպես շարունակ։ Ըստ ձեզ, արդյոք նման բան կարող է լինել եւ Հայաստանը այստեղ արդյոք տուժող չի լինի։ Դե գիտենք, որ վերջի ամիսներին Միացյալ Նահանգները Իրանի վրա ճնշումը անընդհատ բարձրացրել են, դիպելով հրաժարվել ոչ միայն միջուկային ծրագրից, այլ նաև բալիստիկ հրթիռների ծրագրից, եւ բանակցությունները դեռևս շարունակվում են, բայց շատ կոշտ բանակցություններ, գիտենք, որ Ստամբուլից բանակցությունները տեղափոխվեցին Օմանի մայրաքաղաք Մասկատ, որպեսզի այլ օրակարգեր այդտեղ չառաջանան եւ ուղիղ բանակցություններ տեղի ունենան։ Գիտենք, որ Միացյալ Նահանգները մեծ օդուժ եւ ծովային ուժեր կուտակ են Իրանի ափերի մոտ եւ մնացած սահմանների մոտ, Իսրայելում, Հորդանանում, Սաուդյան Արաբիա, Կատար, ամեն կողմից շրջապատել է եւ Հայաստան-Իրան սահմանը լինելով Իրանի միակ այսպես խաղաղ եւ կայուն սահմանը եւ Հայաստանում մանավանդ Հայաստանի հարավում լինելով նահանգների ներկայացություն Իրանի համար շատ անհանգստացնող կարող է լինել։ Շրջափակումը փաստորեն կարելի ասել իրենց տեսանկյունից ավելի է ամբողջականում, եւ անհանգստությունը հասկանալի է, բայց չդատենք իրանցիների տեսանկյունից, դատենք մեր տեսանկյունից, Հայաստանի շահերին ընդհանրապես չի բխում իր տարածքը դարձնել շահերի բախման կիզակետ, շահերի բախման տարածք եւ ամեն ինչ պետք է անել, որպեսզի Հայաստանի տարածքը մնա Հայաստանի տարածք, չդառնա աշխարհական տարբեր ուժերի ուժային կենտրոնների բախման կետ։ Եվ տեսեք, խոսենք նաև մոդուլային ատոմակայանի հիմնումից, խոսք է գնում, որ Ամերիկան Հայաստանում պետք է մոդուլային ատոմակայան հիմնի։ Հետաքրքիր է, տեսեք, Ամերիկան որպես այդպիսին հստակ փորձառություն չունի մոդուլային ատոմակայանների հիմնան գործում, բայց այստեղ մի հարց է առաջանում՝ ուր են գնալու այդ թափոնները։ Ոչ մի բան չի ասվում, միայն խոստումներ են լինում, թղթի վրա գրվում են, ստորագրությունը լինում է, բայց որևէ հստակ բան չի ասվում։ Դե տեսեք, միջուկային ատոմակայաններ ունեն երկու տեսակի թափոններ, մեկը օգտագործված վառելիքի բլոկներն են, որոնք սովորաբար մատակարարող երկիրը հետ է տանում, վերամշակելով եւ վերահարստացնելով եւ կամ անվտանգ կերպով դրանք վերամշակելով։ Մյուսը դա շահագործման ընթացքում առաջացած թափոններն են, որոնք միջուկային վառելիք որպես չեն կարող օգտագործել, բայց ինչ-որ մնացորդային ռադիոակտիվություն ունեն։ Դրանք շրջանառվող ջրերն են, աղերն են եւ մնացած տարբեր նյութերը, որոնք որ ատոմակայանի շահագործման ընթացքում առաջանում են, դրանք օրինակ մեր ատոմակայանում մնում են Հայաստանի տարածքում, մեր ատոմակայանի շահագործման դեպքում մնում են Հայաստանի տարածքում հատուկ պահպանվող այսպես միջուկային թափոնների պայստարաններ կան, որոնք հստակ վերահսկողության ներքո են գտնվում եւ նաեւ միջուկային էներգետիկայի միջազգային գործակալության կողմից նաև վերահսկող են, որովհետև վերջո ինչ որ մնացորդային ռադիոակտիվություն այդտեղ կա։ Ամեն դեպքում դուք ճիշտ եք, որ նշելով, որ Միացյալ Նահանգները այսպես մոդուլային միջուկային ռեակտորների կառուցման փորձ դեռ չունի, եւ այն ինչ որ երեք չառաջ օրը հնչեցվեց ասուլիսի ժամանակ, որ Միացյալ Նահանգները պատրաստ է հաշվի առնելով Հայաստանի հետ հարաբերությունները ներդրումներ կատարել եւ գնալ այդ միջուկային էներգետիկայի այսպիսի կայանների զարգացման ուղղությամբ ամեն դեպքում սա կարելի է որակել առաջին հերթին որպես քաղաքական հայտարարություն, եւ ուղիղ աջակցություն գործող վարչախմբին, ոչ այլ կերպ, քանի որ նույն ասուլիսի ժամանակ մի քանի անգամ նշվեց մոտակա ընտրությունների հարցը եւ Փաշինյանը ներկայացվեց որպես երկարատև հարաբերությունների համագլավ գործընկեր եւ այլն, այսինքն ակնհայտ էր, որ Տրամփի վարչակազմը իր փոխնախագահի բերանով նախընտրական քարոզություն է անում։ Իրականում դա այնքան վատ էր թաքցված, որ ուղղակի հնարավոր չի չնկատել, բայց եթե հաշվի առնենք միջուկային էներգետիկայի ոլորտը, ընդհանրապես Հայաստանի էներգետիկ անվտանգության հարցը,
Ակնհայտ է, որ այսօր գործող ատոմակայանը Մեծամորի մեր էներգետիկա անվտանգության գործում չափազանց կարևոր գործոն է եւ կա նաեւ Ադրբեջանի եւ Թուրքիայի կողմից երկար տարիներ հնչեցվող, տասնամյակներ հնչեցվող պահանջներ, սպառնալիքներ ատոմակայանը փակելու եւ այս ճանապարհով գնալը ատոմակայանը ինչ-որ մի բան բերել, որը դեռ փորձարկված չի, կառուցված չի, նախագծված չի, նույնիսկ բերել ներկայացնել որպես մեր միջուկային էներգետիկայի զարգացման ճանապարհ, ես կարծում եմ, որ առայժմ ինչ-որ տեսական խոսակցություն է եւ դրանից են կողմ դժվար էլ կարող է ընկալվել։